Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Թոշակառուների միության նախագահ Վռամ Սարգսյանս այսօր կներկայացնեմ մի կարևոր հանգամանք, այսինքն սնունդի մեր Հայաստանում ինչ է կատարվում սնունդի հետ, որը անմասն չի թողում թոշակառուներին։ Հիմա նայեք, նախընտրական պայքարը սկսվելու ու ամեն մեկը մանիպուլացնելու է թոշակառուին, խոստանալով բարձր թոշակ, խոստանալով կանգնել թոշակառուի կողքը, բայց ես հավատացնում եմ այդպիսի բան չկա։ Որոշ կուսակցություններ նույնիսկ խոսքը տան մինչև 400,000 թոշակի շեմ, որոշ կուսակցություններ 200 և բարձր։ Այստեղ կգնա մրցապայքար, թե որ կուսակցությունը որքան թոշակառուին խոսքը տա թոշակ։ Քանի որ լինելով Թոշակառուների միության նախագահ, ես իմ ուսումնասիրությունները կատարեցի սննդի, դեղորայքի, հագուստի և այլ ճյուղերում ու ինչ նկատեցի, ես սա գրել եմ, վերջում կասեմ ում համար է, հացը 230 դրամ մի հատը, 30 օրը կազմում է մոտ 7000 դրամ, միսը 4000 դրամ կիլոգրամով եթե հաշվենք, մարդը պետք է օգտագործի 10 կիլոգրամ միս ամսվա ընթացքում, 40,000, կարակը 4500 դրամով, մոտավորապես 20,000 էլ կարակ պետք է օգտագործի, 4-ից 4 կիլոյի կես, յուղը 5 կիլոգրամ, այսինքն ձեթերը, յուղերը, ձեթերը 5 կիլոգրամ, կաթը 5 լիտրից ոչ պակաս ամեն մեկի համար, մածունը, սմետանը, հավը, մոտավորապես 5 կիլո ամիսը, սրանք ձուն, շաքարավազը, ձուկը, նպարեղենը, պանիրը, սրան միացնենք նաև բանջարեղենները և այլը, սոխը և այլ բանջարեղեն, կաղամբա և այլը, դեղորայքը մոտ 20,000 դրամի, եթե ոչ ավել, նայած ինչ հիվանդությամբ է մարդը տառապում, թոշակառու կա, որ ընդհանրապես չի օգտագործում, բայց դա շատ չնչին տոկոս է, 0,00 էլ չի կազմում, հագուստը մոտ 20,000 դրամի տարեկան պետք է մարդը գոնե հագուստի գումար ունենա, որ ծախսի իր վրա հագնելու, իր տեսքի վրա, իր խնամքի վրա, տրանսպորտը մոտ 15,000 դրամ է այսօրվա դրությամբ, որի համար մենք պայքարում ենք, որ ընդհանրապես թոշակառուին և սոցիալապես անապահով ընտանիքներին ընդհանրապես ձրի լինի, ոչ մի կոպեկ տրանսպորտի համար, այդ ծախսերը մոտավորապես ամսական 20,000 դրամ է գալիս, պլյուս կոմունալը, որը կազմում է մոտավորապես 10-ից 20,000, հիմա այս ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես իմ հաշվարկներով 600,000, եթե մենք բաժանենք 2 հոգու, այսինքն տան մեջ 2 ամուսիններ են, ամեն մեկին 300,000, 300,000 հետի կազմում է էլի չնչին տոկոսը, որ կարա իրան թույլ տա թոշակառուն, դրա համար մենք պետք է պայքարենք անպայման հարցի շուրջը, որ թոշակառուն պետք է անպայման ստանա թոշակ, ոչ պակաս առաջի անգամը 100,000-ից, քանի որ ելնելով պետության վիճակից, այս հսկայական թալանից, որ այս մարդիկ արեցին, սկսված Լևոնից, վերջացրած մինչև մեր օրերը, գիտեք ում մասին է խոսքը, չեմ ուզում անունը նույնիսկ տալ, դաժե 5 տարի է Փաշինյանը խոսք է տվել ամիսը 3,000-ով ավելացնել, բայց 21 թվականից վերև նա չի ավելացրել, փաստորեն դուրս է գալի, որ Փաշինյանը մեզ պարտք է 15,000 դրամ, տարին 3,000-ով 5 տարի 15,000 դրամ, եթե դա էլ բազմապատկում ենք ամիսներով,
այսինքն կազմում է հսկայական մի հատ գումար, որը ինքը ի վիճակի չի լինելու տալու։ Ամեն մեկից պետք է տա 180,000 դրամ որպես իր խոստումը, ասենց ասենք, չասենք լավ որ խոստացելա չի արել։ Ուղղակի որպես խոստում 180,000 ամեն մեկից պարտ կա։ Հիմա եթե մենք վերցնենք նույնիսկ եթե 100,000 Կարենը ինքը ամսական մեզի տա, հետագայում կամաց նայելով պետական բյուջեի արկայությանը, թե ինչ ծախսեր են լինում, ինչ ներդրումներ են լինում Հայաստանում, այդպես էլ կարա ինքը բարձրացնի ոչ թե տարին 3,000-ով, կարա բարձրացնի 10,000-ով, 15-20,000-ով, նույնիսկ մինչև 50,000 դրամով։ Բայց ովքեր խոսք են տալի, ես չեմ իմանում, 200-500,000 թոշակ ամսական, այդ բանին մի հավատացեք, պետությունը բյուջե չունի, դրա համար, ոչ թե թոշակառուն չունի, թոշակառուն ունի, բայց թոշակառուն ունի նաև այլ խնդիրներ, թոշակառուի բյուջեն այսօրվա դրությամբ կազմում է 36,000 միլիարդ դրամ, կներեք իհարկե, 36,000 միլիարդ դրամից այդ թոշակառուի ծախսերի մեջ մտնում է նաև ապահովել առողջապահության որոշ հարցեր, որ թոշակառուն պետք է ձրի օգտվի, հասկանում եք ինչի մասին է խոսքը, իսկ այսօրվա դրությամբ թոշակառուին շտապ օգնության մեքենայով տանում են հիվանդանոց, ասում են մինչև չմուծես ռենտգեն չենք անի, մինչև չմուծես պալատ չենք տանի, մինչև չմուծես այ գրողու ցավը ձեզ մուծել, բա հետո մեր աշխատածը սովետական միության ժամանակ ուր մնաց։ Անդրադառնալով սնունդի նորից, քանի որ այսօր գնալու է խոսքը սնունդի մասին, հարգելիներս, այն ինչով որ մենք հիմա սնվում ենք, սա բացառապես սնունդ չի։ Եկեք համաձայնվենք։ Հացը, ոնց ասեմ, բան արած է, գեներացիաներն այնքան են տված մեջը, որ ոնց ասեմ, հարստացած է։ Ինքը հացը հաց չի, հարստացած ցուցիչներով շինում են մեր համար փորձանք։ Այս հացը պետք է աշխատենք, մենք ինչքան քիչ ուտենք, այնքան լավ։ Հետո նայեք, փողոցներում ինչ է կատարվում։ Լյուբոյ աղբարկղի մոտ մենք նայում ենք, հացի այս տոպրակներ են, կախած են, կողքն են դրած, լավա գոնե չեն գցում հացը, էլի ինչ-որ հավերի համար, ծտերի համար կերա, կենթանական աշխարհի համար կերա, մենք իրաց օգնում ենք, կերցնում ենք, բայց մենք առաջ սովետական միության ժամանակ, որ հացը հարստացած չէր, այսինքն նյութեր չէին ներմուծում հացի մեջ, որ թույնավորեն մարդկությանը, մենք մի հացի չէին կշտանում, հիմա մի հաց առնում ես չես կարում ուտես, եկեք ինչ-որ ճիշտն է ճիշտը, կաթնամթերքը, 20%-ը, 10-ից 20% բնականը խառնած, մնացածը լրիվ արհեստական փոշի, իսկ արհեստական փոշին մենք ինչ իմանանք, ինչ փոշի է, շատ հնարավոր է, որ դա, ոնց ասեմ, բրնձի փոշի լինի, հնարավոր չի բրնձի փոշին կաթ չինել, բնական կաթի հետ կաթ է դառնում, ինչ տարբերություն, համաձայն եք, չէ՞ ինձ հետ, կարակը նույնը, բուսական յուղերով օգտագործում են, հարստացնում են, անունը դնում են բնական կարակ, կովից ստացած, լավ, ես չեմ դուք եկեք մի հատ հաշվարկ անենք, Հայաստանում այդքան կով կա, որ մենք ամեն մի բնակչությանը խոսքի ամսական վաճառենք մի կիլոգրամ կարակ, պատկերացնում եք այդ իշքան կորուստ է տալի կաթը մինչև դառնում է կարակ, ես գյուղացու թոռ եմ, ես այդ բաները գիտեմ, առաջ որ մենք ծծումի մեջ լցում էին կաթը, հարում էին, կարակը ստանում էին, մնացածը շիճուկ էր դուրս գալի եւ այլը, ինչ որ պարագաներ կաթից էլի ազատվում էին, չէ՞։ Իսկ հիմա նայեք,
ասածս են է, որ 10-20 լիտր կաթից ստացվում է 1-2 կիլո կարակ, ոչ ավել, 10-ը մոտավորապես 20-ից երևի մի 3 կիլոյի չափ է դուրս գալի, ոչ ավել։ Դե հիմա պատկերացրեք 20 լիտր կաթը այսօրվա դրությամբ իրանք վաճառում են մոտավորապես 12-13 հազար, խանութներում որ մտնում ես 600-650 դրամը դրած կաթը։ Եթե ինքը 13 հազարը կարակի վերածի, ուրեմն ինքը կիլոն պետքա վաճառի մոտավորապես 7-8 հազար, ճիշտ է, բայց ինքը վաճառում է 4500, ուրեմն ստե մի հատ մախինացիա էլ ստեղ է գնում։ Հնարավոր չի այդ փողով վաճառի իրան վնաս տալով, մանավանդ հիմա լրիվ սեփականատեր են, ոչ մի պետական արտադրություն չկա։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Նույնը յուղը չեմ իմանում, ստե ինչ յուղեր են ծախում, որ այդքան էժան են, այդքան մաչել են մարդկանց։ Ես լուրջ եմ ասում, չեմ իմանում։ Ու մածունը թողենք մի կողմ, որովհետև մածունը ինքը այն բաղադրությունն է, որ կարա ոչ յուղալի կաթից էլ ստացվի։ Մածունը այդ հատկությունները ունի։ Յուղը եթե քիչ անում, մի քիչ թթվաշությունը շատ է լինում, դա եկեք այս սննդամթերքը բացառենք։ Հավերն է լրիվ փտիր ձևով են աճեցված, քանի որ նրանք ստանում են կոմբիկոր մեծ մասամբ, ազատ դաշտային պայմաններում ոչ մի հավ չի սնվում, մեծամասնությամբ կոմբիկորներ նույնպես հարստացված միջոցներով են, որ հավը շուտ քաշ բարձրացնի։ Սովորական մի բան ասեմ ես ձեզ, առաջ մտնում ենք խանութները, կարանք գնենք մոտավորապես մի 6-700 գրամանոց, այսով ասած հավի ճուտ։ Հիմա մտնում ես, որ խանութը ուզում եք մտնեք, հետի վերացածը, շատ հազվագույն տեղեր կտենաք, որ հավի ճուտ են վաճառում։ Իմ ասածի մեջ ինձ թվում է սխալ բան չկա։ Ուրեմն կերը իրանք արհեստական ձևով ներբեռնում են ինչ-որ նյութեր, որ հավը շուտ քաշ հավաքի և ավելի եկամտաբեր լինի։ Ու շաքարազավազն էլ ինչ-որ բաներ կան, որ երևի որոշ կամպանիներ երևի խառնվում են, ես չեմ կարող ասեմ շաքարավազի մասին, ուղղակի կասեմ, որ մի անգամ գնում ես քաղցրա, մի անգամ գնում ես քաղցրից ցածր, այսով ասենք։ Ու նպարեղեն էլ մարդու օրգանիզմին ընդհանրապես ամեն ինչ պետք է։ Վերցնենք թեկուզ նույն ջերմուկը ինչ է կատարում մարդու օրգանիզմում, քանի որ ինքը բնական, եթե իսկական ջերմուկ է, ինքը որոշ օգուտ տալիս է, մաքրում է մարդու օրգանիզմը, իր գազի, իր բնական ինչ-որ աղերի և բանի շնորհիվ։ Պանիրն էլ շատ տարբեր տեսակ են, դե քանի որ կաթը հարստացված է, նույն ձևի պանիրն է։ Կարան հարստացված կաթից պանիր ստանան։ Իսկ այն ամենա, որ մեջը յուղ չկա, գյուղերում լավ գիտեք, են պանիրներ կան, հիմա կա չնայած, որ մի օր հետո գբերում դնում ես սեղանին, արդեն քար է դառնում, չգիտես ինչով պետք է կտրես ու կարողանաս ուտես։ Բանջարեղենի մասին երևի չխոսանք, բանջարեղենն էլ որոշ բաներ կան, որ շատ օգտակար են, բայց որ վերցնում ես, դրսից բերած նույնիսկ վերցնենք գազարը, իր մեջ այդ քաղցրությունը չկա, որը Հայաստանի գազարների մեջ կա։ Տեղորայքը մի հատ ահավոր վիճակ է Հայաստանում, մտնում ես ապտեկա, արդեն շփոթվում ես,
թե ինչ անենք, ոնց անենք, որ ճիշտ նույն խոսքի ասկոպինը վերցնենք, որ մեր գլխացավը թողի։ Տեղեր կան այդ նույն ասկոպիները, նայում ես գները նույնն է, բայց բերում խմում ես, ուզում ես այդ պաշկեն 10 հատնը խմի, ոչ մի օգուտ չի տալիս։ Ստեղից ինչ հետևություն, որ կավիճ են, շատ դեղեր կավիճ են։ Որովհետև պետական հսկողություն չկա ոչ դեղորայքի վրա, ոչ սննդի վրա, ոչ հագուստի վրա, ոչ մի բանի վրա հսկողություն չկա, ով ինչ ուզի արտադրի, ով ինչ գնի ուզի կարող է վաճառի։ Ինչ վերաբերում է հագուստին ես ձեզ ասեմ, ես այս հագուստին շատ մի քիչ խտրականորեն եմ վերաբերում, քանի որ մարդը գոնե տարին մի անգամ պետք է իրան թույլ տա, տաբատ առնի, դերյա առնի, ես չգիտեմ ընդ սառոշկա առնի, վերնաշապիկ, սպիտակ եղեն, դա ամեն ինչը որ ինքը հագնում է, ձմեռային, ամառային փոխվելու սեզոնին, գոնե մինիմում 120,000, ամիսը 10,000 պետք է ինքը իր վրա կարողանա ծախսի։ Իսկ ինքը որտեղից պետք է վերցնի մեր այսօրվա թոշակառուն, իր թոշակից։ Ինքը ուրիշ եկամտի աղբյուր չունի։ Կան թոշակառուներ, որոնք աշխատում են, նրանք էլ չեն հասցնում ախր։ Հարցը որն է, նրանք էլ աշխատում են, բերում են, իրանց ընտանիքին հազիվ ուտելիք են ապահովում։ Մեկը հենց ես վարձով եմ մնում, իմ կնոջս թոշակը չի երիկում, աղջիկս էլ ավելացնում, որ 2 կոպեկ տանք այդ տան վարձին, լավ է, որ ես այդ վարձով քիչ եմ մուծում, բայց կան որ ես զրուցում եմ, մանավանդ Արցախից եկած հայերի հետ, մարդիկ 250,000, 300,000 տանվարձ են տալի, ասում են, բա ոնց ես յոլա գնում, դե ասում է իմ թոշակն է, կնոջս թոշակն է, հետո 2 տղես աշխատում են, 2 տղետ աշխատում են, միլիոն չեն ստանում, դե ասում է մի կերպ էլի, սնունդից կտրելով, մեզանից կտրելով տալիս ենք, այդ մարդուն, որ միտեղ հրավիրում են, մի անգամ առիթ ուներ, ասեցի, բայց ես գնում, ասեց ոնց գնամ, ասեց, որ գնամ մի բան պետք է տանեմ, ասում է այդ բանն է, որ տարը 20,000 մինիմում փող պետք է նստի, որ էդի տվեցի մի քանի օր ես սոված եմ մնալու, ես մի օրինակ եմ բերում, բայց ամբողջ ժողովուրդն է այս վիճակին, հարկելիներս հասկացեք, այսօրվա դրությամբ տրանսպորտի ես շատ փոքր կանդրադառնամ, որովհետև սրանով ես առանձին թեմա եմ խոսալու, հիմա ինչ է կատարվում, թոշակառուն նստում է, ես ստուգել եմ, տրանսպորտ, տոմսը դեմ է տալիս, գնում նստում է իր տեղը, վարորդը կանգնում է, ասում է չեմ քշում, պատահել է իմ հետ այդ դեպքը, ասում եմ լավ, չես քշում, մի քշի, մոտենում եմ, ասում եմ քանի հոգի է թոշակառուն, նու խոսքի 3 հոգի, ասում եմ ինչքան ես մուծը, ասում է 150 դրամ, բա ասում եմ ինչ ես 150 մուծը, քո տոմսը պետք է արժենա 105 դրամ, պատկերացնում եք ինչ է կատարում, ստեղել են տանում մեր գրպանից, ես ասեցի կոմունալը մի հատ ահավոր պահա, որ շատ անհանգստացնում ինձ, քանի որ գյուղերում շատ տեղեր կան, որ մարդիկ վառարաններով են տաքանում, այդ վառարաններն էլ երկրորդական ծախսա, որ պետք է անպայման փայտ առնի, որ կարողանա ձմեռը տաքանա։ Մեր մոտ գիտեք, քարածուխ չկա, քարածուխը իհարկե մի քիչ ավելի լավ էր տաքացնում, բայց մնացել ենք փայտի հույսին, փայտն էլ իշքան տարին 6 ամսվա համար մոտավորապես 150-200,000 դրամ փող է գնում։ Հարգելիներս, ես շատ եմ խնդրում, ուղղակի խնդրում եմ ձեզ, մի խափնվեք այն քաղաքական ուժերին, որոնք ասեն, մենք եկանք թոշակառուն էսա լինելու, էնա լինելու։ Այդ նույն թոշակառուին մենք տեսնում ենք, այցելել եմ ծերանոցներ, այցելել եմ
մանկական ինտերնատներ, այցելել եմ սոցիալապես անապահով ընտանիքներին։ Սրանք ոչ մի բան չեն անում, ոչ մեկի համար, հասկացեք, սրանց մոտ աթոռա, կռիվա։ Ես չեմ ասում մի գնացեք, մի ընտրեք ճշտին, ընտրեք նրան, ով որ կանգնած կլինի թոշակառուի մեջքին։ Իմ հեռախոսահամարը, իմ միջայլոց շատ շուտով կարող է բացվի մեր գրասենյակը թոշակառուների միության։ Ես ուղղակի ձեզ խնդրած կրնեմ, ով որ բողոքներ ունի, ում թոշակները որ լրիվ չեն հաշվարկել եւ ճիշտ չեն հաշվարկել, ճիշտ չեն տվել, իմ հեռախոսահամարն է 091 81 18 19 օպերատորին կխնդրեմ թող էկրանի վրա գրի, քանի որ մենք անդրադարձանք սնունդին, արգելիներս աշխատեք ճիշտ սնունդով սնվեք, մինչև տենանք մեր գլխին ինչ է գալիս, սենց ասեմ։ Առայժմս այսքանը, շատ շնորհակալ եմ ինձ ունկնդրելու համար, զանգահարեք, նորից կրկնեմ համարը 091 81 18 19։ Հաջորդ եթերին, եթե մեզ հնարավորություն կտան, կխոսենք տրանսպորտից։ Եվ այդպես շարունակ, ինձ թվում է 4-5 եթեր կանենք միասին մեր Նոյան Տապանի աջակցությամբ։ Իմիջիալոց ես խորին շնորհակալություն եմ հայտնում Նոյան Տապանի անձնակազմին, որ ինձ անբարձրահայտուց տրամադրում է եթեր։ Շնորհակալություն ձեզ ունկնդրելու համար, ստեսություն ձեզ, սպասում եմ ձեր զանգերին։